1928 թվական հայ ժողովուրդը արմադախիլ եղած է իր պատմական հողեն։ Գործընծուցած է իր զավակներուն մեծամասնությունը։ Մշակութային կյանքը անդամալուծված է, գլխատված կամ սպանված են հայ մշակույթի գարգարուն թեմքերը, այն վերնախավը, որ գմշակեր հոգևոր արժեքներ։ 1928 թվական Քահիրե, Եգիպտոս։ Կհանդիպին Լևոն Շանթ, Նիկոլ Աղբալյան եւ Վահան Նավասարդյան։ Շանթ եւ Նավասարդյան Աղբալյանին կբարձեն դպրոցներ հիմնելու անհրաժեշտությունը։ Հայությանը հարկավոր է կազմակերպել եւ միացնել։ Անոր բոլոր սահմաններուն մեջ պետք է կապ ստեղծել, կապ։ Պետք է մշակել բոլոր այն միջոցները, որով կրնանք նպաստել հայության միացման եւ հարադեման։ Ամենուր դպրոցներին զուգահեռ պիտի ստեղծենք բոլոր այն կառույցները, որոնք պիտի նպաստեն գաղափարական երիտասարդներ ունենալու մեծ երազանքին մեջ։ Անոնք մշակույթի ճամփով իրենց մասնակցությունը պիտի բերեն հայ դատի աշխատանքներին։ Պիտի հիմնենք տպարաններ, երաժշտանոցներ, արվեստի տարբեր խմբակներ։ Թատրոնը չմոռնաք։ Այո, թատրոն եւ ամեն բան, որ պետք է նպաստի մեր նպատակին։ Արդեն սերմերը ցանված էին։ Եղերնեն յետք պետք էր պայքարը շարունակել մշակութային ճակատին վրա։ Եվ ահա Քահիրեի մեջ մեր մտավորականները հիմը գտնեին համազգային հայ գրթական եւ մշակութային միության 1928 մայիս 28-ն է։ Հիմա այս պահին աշխարհասփյուր հայության համար մենք նոր ընտանիք պիտի ստեղծենք, նոր տոհմածառ, որ պիտի ծաղկի, պիտի զորանա ու զորացնե պիտի։ Ես կհավատամ, որ օրմ այս շուղը մի մեծ հսկա ծառ պիտի դառնա։ Ես կհավատամ, որ հայու այս տունը օրմը շատ զորավոր ու անհաղթելի ուժ պիտի լա։ Ուրեմն թող նախնական գործը լա համեստ, միայն մեկ դպրոց։ Բայց այն պիտի ծաղկի, պիտի ճյուղավորվի, գաղութ է գաղութ պիտի հզորանա առավել, քան մենք կրնանք երևակայել այս օրերում։ Համաձայն չեք։ Ուրեմն թող այն կոչվի հայ կրթական եւ հրատարակչական համազգային ընկերություն, որը ստեղծում ենք մեծ հավատով։ Գրեթե 2 տարի համազգայինի համար գլա նախապատրաստության, խաղապարներու արձարծման եւ ժողովրդականացման տարի։ Նույն ժամանակահատվածին համազգայինի կենտրոնական վարչությունը գաբահով է հայ հեղափոխական դաշնակցության զորակցությունը եւ ահա 1930-ին իր թռները կպանա համազգայինի ջեմարանը Բեյրութի մեջ։ Երկրակունթի 4 մայր ցամաքներու մեջ Ասիա, Ավստրալիա, Եվրոպա, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներ առաջին օրեն իսկ համազգայինը հիմնած է հայեցի գրթության օջախներ, Վահե Սեթյան դպարանը, հրադարագած է դասակիրքեր, քրական երգեր, մանկապատանեկան մատենաշարներ, փակին քրական մշակութային համտես, ունի հայագիտական ամբիոններ, հիմնած է Կասպար Իպեգյան թատերախումբը, Փարսեղ Գանաչյան երաժշտանոցը, Լյուիսի Տյութունջյան արվեստի ցուցասրահը, քաչալերած է հայ արվեստագետները եւ ամեն ջիկ իքորց ծրած է, որբեսի վար բահե ասկային արժեքներու գիտակցությունը հայ հոգիներուն մեջ։ Ներկայիս համազգայինը կղեկավարվի իր կենտրոնական վարչությամբ, որ իր կորձունեությունը կդարած է աշխարհի տարբեր երկիրներու մասնաճյուղերուն վրա իր 4 գրասենյակներու միջոցով՝ Բեյրութ, Երևան, Արցախ եւ Ջավախք։ 7 շրջանային վարչություններ, որոնք կղեկավարեն տարբեր երկիրներու մասնաճյուղերը՝ Լիբանան, Սուրիա, Կանադա, Հունաստան, Ավստրալիա, Հյուսիսային Ամերիկայի արևելյան եւ արևմտյան ափերը։ Կգործեն նաեւ 13 մեգուսի վարչություններ՝ Նիկոսիա, Սեն Պաուլո, Փարիզ, Մարսեյ, Վալանս, Պլովդիվ, Ստոկհոլմ, Լոնդոն, Բուենոս Այրես, Մոնտեվիդեո, Քուվեյթ, Էմիրություններ եւ Վանկուվեր։ Համազգայինը ունի 3 ջեմարաններ՝ Բեյրութ, Մարսել, Սիդնի եւ նախագահտարանը Փարիզ։
Շրջանես ներս համազգայինի առաջին մասնաճյուղը կհիմնադրվի 50 տարիներ առաջ Լոս Անջելեսի մեջ 1968 թվականին։ Այժմ Արևմտյան Ամերիկայի մեջ կգործեն 7 մասնաճյուղեր եւ 8 միավորներ։ Համազգայինի մասնաճյուղերն են Գլենդել Հովանես Թումանյան մասնաճյուղ, Հովիտ Բարյուշ Սևակ եւ Նաիրի բարախումբ, Փասադինա Շահան Շահնուր եւ Լորի բարախումբ, Orange County Սիամանտո մասնաճյուղ, Ֆրեսնո Թանիել Վարուժան մասնաճյուղ, Սան Ֆրանսիսկո Նիկոլ Աղբալյան մասնաճյուղ եւ Հյուսիսային Հովիդի Լևոն Շանտ մասնաճյուղ եւ Փոքրիկներու բարախումբ։ Իր պատգարելի մշակութային կորձնեության մեջ համազգայինի թեմ գծարանա որևէ ժամանակ է ավելի շարքերու երդասարտացման հրամայականը։ 1994-ին ի վեր գազմագերբված երդասարտական համակումարները իմի գբերեն աշխարհի տարբեր երկրներու երդասարտ տղաք եւ աղջիկներ, նպատակ ունենալով զիրենք ներգրավելու համազգայինի կորձնեութենեն ներս եւ հաղորդ դարձնելու մեր ազգային ժառանգության։ Համազգայինի նպատակներեն մեկն է նաեւ թիգուն կանգնել հայ նոր ծաղկող արվեստագետներուն եւ աշխատակցելով արդեն իսկ կայացած արվեստագետներու հետ գազմագերբելով դասախոսություններ, բանավեճեր, համերգներ, թատերկություններ, ցուցահանդեսներ ու փառատոներ եւ հրադարագելով քիշքեր, խդասալիկներ ու դեսայերիզներ։ Ուսանողական ֆորումի ցևով իրակորձված դարեգան հանդիպումները, որոնք վերջին տասնամյակին գումարված են ամեն տարի հայրենիքի մեջ, կխանդավառեն մասնակիցները եւ կնպաստեն գետրոնական վարչության փայփայած երդասարտացման չանքերում։ Այս ծրագիրին առընթեր գետրոնական վարչության չանքերով սկիզբ առավ երդասարտական Artlink երրորդյա համակումարները, հատուկ Կանադա եւ Ամերիկա հաստատված երդասարտության համար։ 4-5 տարիները ի վեր իրակորձվող համակումարները մեծ խանդավառություն ստեղծած են երդասարտության մոտ, երբ մանավանդ անոնց կդրվի ազատ մտածողության եւ անգաշկանդ արտահայտվելու առիթը։ Artlink-ի հաջողութենեն խրախուսված այս տարի հիմնվեցավ Youth-Link-ը, որ նույն ծրագիրն է ինչպես Artlink-ը, սակայն այս մեկը Եվրոպայի մեջ։ Համազգայինը հոս ունի բազմաթիվ ճիրակորձված ծրագիրներ, օրինակ թատերասրահ, վարժարան, ուսուցչանոց, այլազան տեսակի ծրագիրներ, որոնք կպահպանեն ու կզարգացնեն հայերեն լեզուն եւ արվեստները։ Բեսլագանը հոն է, գբաքսի նյութականը, պետք է թիգուկ կանգնել։ Այսօր 90-ամյա համազգայինը իր Արևմտյան Ամերիկայի 50-ամյա աջուղավորումով գշարունակե խանդ ու ավին ներարգել այս քաղաքին, իբրև Արթուն Ժառանգորդը Աղբալյանի, Շանթի, Իպեգյանի կամ Օհանչանյանի նման դեսլաբաշտ մտավորականներուն, որոնք հավատք ունեին իրենց սկզբունքներուն եւ կորձին հանդեպ, ոգին եւ շունչն էին իրենց ժամանակին եւ փափախուն սիրտն էին սփյուռքահայության։ Այսօր եւս համազգայինը կհավատա, որ հայ մշակույթով զինված անհատը չի գտնար հայկական հարցերու նկատմամբ անդարբերելան։ Անոնք ըլան մշակութային, ընկերային, քաղաքական կամ ռազմական։ Մշակույթն է հայ ժողովրդի գոյության հիմքը, իսկ համազգայինը անոր աչալուրջ բահաբանը։ Շնչենք մեր մշակույթով, համազգայինի ջամփով, հարադևենք մեր արժեքներով եւ բարձենանք մեր նոր ստեղծագործություններով։